Ողջույն, այսօր մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր որ իրենց կյանքի ընթացքում անշարժ գույք ձեռք բերելիս հանդիպել է։ Կասեք, թե ինչու է անշարժ գույքի ձեռքբերումը հանդիսանում ռիսկային իրավական գործարք։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Մեծամասամբ ես կխոսեմ ինձ դիմող անձանց խնդիրներից եւ հիմնականում հենց մեծամասնությունը կազմում է անշարժ գույքի հետ կապված խնդիրներից։ Մասնավորապես մարդիկ չեն պատկերացնում ինչ չափորոշիչներով կարողանալ հասկանալ արդյոք այդ տվյալ անշարժ գույքը ռիսկային է ձեռք բերելը, թե կարող են օրինակ հանգիստ պայմանագիր կնքել։ Բազմաթիվ են դեպքերը, երբ օրինակ ցածր գին է առաջարկվում եւ մարդկանց համար այլևս մնացած հարցերը դառնում են անկարևոր։ Այն դեպքում, երբ օրինակ չեն ուսումնասիրում կադաստրային գործը, չեն հետաքրքրվում, թե արդյոք կան այդ գույքում ժառանգներ, չեն հետաքրքրվում, թե արդյոք դատական գործերի, դատական վեճի առարկա է այդ անշարժ գույքը եւ նմանատիպ մի շարք եւ բազմազան հարցեր։ Եվ նման դեպքերում մարդիկ որպես կանոն հայտնվում են բավականին լուրջ խնդիրների առջև։ Իսկ այդ քաղաքացիները, որ ասում եք, չեն հետաքրքրվում, իրենք արդյոք ունեն իրավունքներ դիմելու պետական մարմիններին տվյալ համապատասխան ինֆորմացիան ստանալու համար։ Տեսեք Նարեկ ջան, ցանկացած գործարքից առաջ ստանում են միասնական տեղեկանք, այսինքն դա փաստաթուղթ է, որը տրամադրում է անշարժ գույքի կադաստրը այն մասին, որ գույքը արգելանքի եւ կալանքի տակ չէ, բայց դա դեռ շատ քիչ է, որովհետեւ կարող է տվյալ պահին օրինակ լինի գույքը ազատ արգելանքից, բայց գույքը լինի իրականում վեճի առարկա եւ օրինակ կոնկրետ այդ ժամանակահատվածում չլինի արգելանքի տակ։ Եվ հաճախ են պատահում այդպիսի դեպքեր, որ գույքը իսկապես այդ պահին ազատ է լինում արգելանքից եւ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ խնդիր կարող է այլ առաջանալ։ Իսկ այո, իրավունք ունեն, կարող են դիմել փաստաբանի, որովհետեւ կադաստրային գործը տրամադրվում է փաստաբանին եւ փաստաբանը ստանա օրինակ տվյալ անշարժ գույքի ամբողջ կադաստրային գործը։ Իսկ կադաստրային գործում ամբողջությամբ երևում է այդ անշարժ գույքի պատմությունը։ Նույնիսկ իրավանախորդներից սկսած երևում է ամբողջ գույքի պատմությունը, հետեւաբար այնտեղ դուք կտեսնեք եւ դատական խնդիրներ, եթե եղել են, եւ ժառանգների մասին ինֆորմացիա, եթե կա, բավականին շատ ինֆորմացիա դուրս կբերեք օրինակ կադաստրային գործից։ Իսկ որքան ժամանակահատվածում կարող են ստանալ միասնական տեղեկանքը։ Ինչ ընթացակարգով է լինում։ Միասնական տեղեկանքը տրամադրում է այնտեղ տարբեր ժամկետներ կան, կախված վճարումների չափից, բայց բավական նույնիսկ մեկօրյա ժամկետում, եթե չեմ սխալվում, վերջում նույնիսկ 2 ժամվա ժամկետ էլ սահմանվեց, դա ըստ վճարման, այո, ավելի շատ է վճարում եւ ավելի արագ է տրամադրվում։ Այսինքն այդ դեպքում միասնական տեղեկանքը փաստաթուղթ է այն մասին, որ այս պահին կալանքի արգելանքի տակ չէ։ Իսկ երբ որ տեսնում են, որ կան որոշակի խնդիրներ, ինչ լուծումներ կարող են առաջարկել, ինչ իրավական նորմեր կան, որի միջոցով այդ խնդիրները կարող են լուծվել։ Միշտ չէ ցավոք, որ այդ խնդիրները լուծումներ են ունենում։ Օրինակ, որպես օրինակ բերեմ, ես ունեմ մի գործ, այս պահին էլ իմ բարույթում է այդ գործը, երբ անձը բավականին էժան գին է առաջարկվել անշարժ գույքի համար, համաձայնել է այդ գնին, գնացել են եւ անռովաճառքի պայմանագրի փոխարեն կնքել են բոլորովին այլ պայմանագիր, իսկ հետագայում պարզվել է, որ օրինակ այդ գույքում կան այլ սեփականատերեր եւ ասեմ ավելին, որ վաճառող կողմը ընդհանրապես սեփականատեր չէ։ Դա չի ստուգվել նոտարի կողմից, թե առանց նոտարական վավերացմամբ է եղել։ Իրենք նոտարական վավերացմամբ են արել, օրինակ տվյալ դեպքում, բայց կնքել են այլ պայմանագիր, անշարժ գույքի առողջարքի պայմանագիր չեն կնքել։ Եվ իհարկե թե ինչ-ինչ պատճառներ են բացատրվել, որ որոշակի խնդիրներ կա ինքնակամ կառույցի օրինականացման հետ կապված եւ առաջարկվել է կնքել այլ պայմանագիր։ Ես որպես օրինակ եմ բերում, բայց լինում է նաեւ որ մարդիկ ուղղակի ոչ մի պայմանագիր չեն կնքում կամ այսպես ասած ներքին առողջարքի պայմանագիր են կնքում հասարակագրավոր ձևով, որը եւս պայմանագրի ձևի չպահպանում է։ Լինում է, որ ինչպես նշեցի, ոչինչ չեն անում, լինում է, որ ինչ որ ստացականով, ինչ որ պարտավորագրով, այսպես ասած, բանավոր համաձայնությամբ է լինում։ Այսպես ասած, խելքին ինչ փչում է, այդ կերպով անում են, հետագայում ասում են ինչպես կարելի է լուծել։ Կամ օրինակ, երբ անձը խոստանում է առողջարկ կնքել, հետագայում երկրից գնում է։ Այլևս գնորդ կողմը, ով օրինակ տարիներ շարունակ բնակվում է այդ բնակարանում, այլևս չի գտնում վաճառող կողմին։ Բազմազան են իրականում բազմաթիվ խնդիրներ կան եւ ոչ բոլոր խնդիրներն են, որ օրինակ հեշտ եւ արագ լուծումներ են ստանում։
Գործեր կան, որոնք ստիպված մարդիկ հայտնվում են դատարաններում եւ տարիներով այդ գործերը դատարաններից դուրս չեն գալիս։ Եվ այն էլ դեռ անհայտ է, իրականում հայցը կբավարարվի թե չի բավարարվի։ Այդ պատճառով ես միշտ եմ ասում, մի շտապեք։ Երբ մարդ տեսնում է հեշտ պայման, էժանգին կամ, չգիտեմ, որոշակի առումով իր համար ցանկալի գործարք է լինում, շտապում են, ես միշտ ասում շտապեք ստուգել, մի շտապեք վճարել, որովհետև վճարելուց հետո արդեն խնդիրները որպես կանոն շղթայաբար ի հայտ են գալիս։ Որ նշում եք էժանգին, դա պետք է ստուգեն կադաստրային արժեքով, թե շուկայական արժեքով, ինչպես պետք է ստուգեն կամ համեմատեն, որ տվյալ անշարժ գույքը բավականին էժան է։ Կա եւ իհարկե կադաստրային արժեք, կա եւ շուկայական արժեք, ներկայումս կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայական արժեքին, այսպես ասած փորձում են հավասարեցնել, բայց դեռ շուկայական արժեքին չի հասնում, բայց դե մարդիկ իհարկե իրավունք ունեն եւ հասկանալի է, որ տվյալ տարածքում օրինակ շուկայական միջին արժեք գոյություն ունի։ Եթե ակնհայտ ցածր է այդ արժեքը, ուրեմն այստեղ պետք է որ իրենց մոտ տրամաբանական հարց առաջանա, թե օրինակ ինչու է այսպես էժան վաճառվում, կամ ինչու են այսպես շտապում, կամ ինչու չեն ցանկանում նոտարական գրասենյակ գնալ։ Մի խոսքով, պետք է մարդիկ մի փոքր ավելի զգոն լինեն այս առումով։ Ճիշտ է, միասնական տեղեկանքն է պարտադիր, որ պետք է ներկայացնեն գնորդին, նաև սեփականության իրավունքը եւ այն ամբողջ տեղեկատվությունը, որը որ հաստատվում է, որ տվյալ գույքը պատկանում է ինչ-որ անձի։ Ենթադրենք, եթե այդ ամբողջը չի ստանում քաղաքացին, այդ տեղեկությունները չի ստանում ու այստեղ ձեր ասածով լինում են խնդիրներ, առաջանում են խնդիրներ։ Այդ դեպքում ինչ միջոցներ, ինչ հնարքներ կան, որով որ կարող են քաղաքացիները ի վերջո ձեռք բերել այդ անշարժ գույքը։ Տեսեք, օրինակ հնարավոր է իրավիճակ լինի, որ սեփականատերերի ցանկում լինի մահացած անձ, ում ժառանգությունը ձևակերպված չի, բացված չի ժառանգությունը։ Եվ սեփականատերերից մեկը որոշել է այդ գույքը վաճառել եւ գնորդ կողմը բնականաբար ողջավորված գնում է այդ գույքը, հետո պարզվում է, որ այնտեղ չէ, խնդիր կա, որովհետեւ չի կարող գործարք կատարել առանց ժառանգության բացման։ Տվյալ դեպքում դա երևի թե խնդիրներից ամենահեշտն է, եթե ժառանգության բացման հետ կապված խնդիր չի առաջանում։ Բայց լինում է իրավիճակներ, երբ ինչպես նշեցի, օրինակ սեփականատերերից մեկը դրսում է լինում, երկրում չի լինում, լիազորված անձ չի ունենում եւ ինքն էլ որևէ կերպ չի արձագանքում։ Ստացվում է, որ տվյալ անձը պետք է գնի մի գույք, որի մի սեփականատերը կամ չկա, կամ համաձայն չի այդ վաճառքին։ Նմանատիպ գործեր եւս հաճախ հանդիպում են եւ մարդիկ երբեմն գնորդներին, այսպես ասած, համոզում են, ասում են, դե մյուս սեփականատերով հետ կապված խնդիր չկա, դուք հանգիստ գնացեք, տեղափոխվեք, նույնիսկ տեղափոխվում են այդ բնակարանում բնակվելու, սակայն տարիներ հետո ի հայտ է գալիս այդ սեփականատերը։ Եվ նա ասում է, բայց ձեզով էր ասել, որ ես օրինակ համաձայն էի այդ վաճառքին։ Եվ այստեղից խնդիրները սկսում են։ Այդ դեպքում ոչ թե բանավոր պետք է ասեն, այլ գրավոր, որովհետեւ թուղթ պետք է լիազորեն, այո, պետք է լիազորված անձ ունենան կամ պետք է անձամբ գործարքի մասնակցեն։ Երբ որ լինում է առուվաճառքի պայմանագիր արդեն որ կնքվում է, նոտարի մոտ են գնում, բնականաբար նոտարական կարգով է լինում, այդ ժամանակ նոտարը չի պահանջում, որ որտեղ է մյուս սեփականատերերի համաձայնությունը, այսինքն այսպես ասած այդ փուլում կանխվի հետագա խնդիրները։ Եթե նոտարով է կնքվում, բնականաբար նոտարը պահանջում է եւ բնականաբար նոտարական գործարքով արդեն այդ ռիսկերը չեզոքացվում են, քանի որ նոտարը առանց որևէ սեփականատիրոջ կամ նրա լիազորված անձի այդ գործարքը ուղղակի չի կնքի։ Իմ նշած դեպքը դա այն դեպքերն են, որոնք ներքին պայմանագրերով են անում, ներքին այլ փաստաթղթերով կամ օրինակ պայմանագիր են կնքում առանց նոտարական հաստատման։ Կամ ընդհանրապես ոչինչ չեն կնքում։ Ես խոսում եմ այդ խնդրահարույց դեպքերի մասին, որպես կանոն նոտարի մոտ հասնելիս արդեն որոշակի առումով այդ վտանգները չեզոքացվում են։ Բացի այդ, նաև գնման իրավունքի խնդիրը չէ, այստեղ առաջանում գնման նախապատվության իրավունքի խնդիրը առաջանում, որ մնացած սեփականատերերը պետք է իրենց այսպես ասած համաձայնություն տան կամ չտան, նոր արդեն երրորդ անձի տվյալ գույքը վաճառվի։ Դրա մասին կներկայացնեք փոքր։ Իհարկե, եթե մենք գործ ունենք բաժնային սեփականության հետ, տվյալ դեպքում պետք է ու եթե վաճառվում է կոնկրետ բաժնեմասը, ապա տվյալ դեպքում պետք է մյուս սեփականատերերը, մյուս բաժնետերերը իրենց նախապատվությունից հնարավորություն ունենան օգտվելու։
օրինակ դիցուկ եթե 1/4 սեփականատեր իր բաժինը վաճառում է, ապա պետք է մյուս 3 սեփականատերերին պատշաճ նամակ ուղարկի, անցնի 1 ամսյա ժամկետ, եթե չեն օգտվում հրաժարվում են կամ որևէ արձագանք չկա, ապա միայն այդ դեպքում իրավունք ունի վաճառելու։ Բայց այդ դեպքում նոտարին պիտի ներկայացնի այդ նամակը, այդ պատշաճ ծանուցումը, որ որ մյուս սեփականատերերը ծանուցվել են այդ մասին։ Դա բաժնային սեփականության դեպքում պարտադիր է։ Եթե ծանուցում ուղարկում են վերադարձ է լինում, վերադարձի դեպքում էլ պետք է 1 ամսյա ժամկետը պահպանվի, թե եթե վերադարձ է լինում, մի շաբաթ հետո 1 ամսյա ժամկետ, եթե չի ստանում, այո։ Այդտեղ խնդիր կլինի։ Դա կնշանակի անձը տեղյակ չէ, որ իր բաժնային սեփականության հանդիսացող մյուս բաժնետերը ցանկանում է վաճառել եւ իր նախապատվությունը, այսպես ասած, չի կարողացել օգտագործել, իր նախապատվության իրավունքը չի կարողացել իրացնել։ Այստեղ խնդիր կարող է լինել։ Բայց այդ դեպքում ո՞նց է լուծում, եթե օրինակ չգիտեն անձը որտեղ։ Այն մասած դեպքերն են, հենց այդպիսի խնդրահարույց դեպքեր են լինում, այդ դեպքում նոտարը ուղղակի չի կնքի։ Չի ձևակերպի այդ գործարքը։ Այստեղ իսկապես խնդիր առաջանում, ստացվում է գնորդը չի կարող օգտվել իր տվյալ անշարժույթը գնելու իրավունքից։ Ամեն դեպքում գնորդը ինքն է որոշում ռիսկերը, եւ եթե այո տեսնում է, որ ռիսկային գործարք է, նման դեպքերում, ինչպես ասում եմ, մարդիկ խայծ է լինում այդ օրինակ հարմար գինը կամ այլ պայմաններ են առաջարկում, օրինակ կահույքով են առաջարկում, օրինակ առաջարկում են անմիջապես տեղափոխվել, այնպիսի պայմաններ են առաջ բերում, որ մարդիկ ոգևորվում են եւ պայմանագիրը արդեն երկրորդական են դարձնում, շտապում են ու գնում են։ Այո, եւ շտապում են եւ վճարում են կոնկրետ մեկի, իսկ հետագայում արդեն մյուս սեփականատերերի մեջ սկսվում է այդ ցավալի վեճերը։ Ինչով որ հիմա դատարանները ծանրաբեռնված են։ Ու օրերից մի օր հայտնվում է սեփականատերն ասում է, որ իմ իրավունքները խախտվել է դրա դեպքում։ Անշարժ գույքի ձեռքբերումը ոչ միայն սեփականության իրավունքի մասով, նաև կուզենայի խոսենք վարձակալության հետ կապված, որ շատ դեպքերում անձին նոտարի միջոցով չեն կնքում պայմանագիրը եւ եւս այստեղ առաջանում են որոշակի խնդիրներ։ Ցանկացած դեպքում Նարեկ ջան, եթե անձը չի կնքում պահանջվող ձևով պայմանագիրը, եթե տվյալ դեպքում օրինակ անշարժ գույքի հետ կապված առվաճառքը, վարձակալությունը պահանջում է նոտարական վավերացում։ Նոտարական վավերացմամբ չեն անում, հետագայում, երբ որ խնդիրները արդեն ի հայտ են գալիս, նոր մոտենում են փաստաբանային, ասում են ինչ անենք, բայց տվյալ դեպքում ստացվում է, որ իրենց փաստաթուղթը իրավական ուժ չունի։ Նույնը վարձակալության պայմանագրերի դեպքում, եթե օրինակ անձը չի կնքում վարձակալության պայմանագիր կամ կնքում է հիմա այսպես մի փոքր տարածված տարբերակ է անշարժ գույքի գործակալների հետ միասին ինչ-որ եռակողմ մի բան են կնքում, չեն տանում նոտարական գրասենյակ, հետագայում սկսվում է արդեն անշարժ գույքին են վնաս պատճառում կամ վարձակալության վճարը չի վճարում, ես երկուստեք եմ ասում։ Արդեն ոչ մի կողմը եւ ոչ մյուս կողմը չի կարողանում օգտվել դատական պաշտպանության իր իրավունքից, քանի որ իր փաստաթուղթը կարելի ասել որևէ իրավական ուժ չունի։ Շատ դեպքերում անում են պես առանց նոտարական կարգով ու շատ դեպքերում խախտվում է երկուսի իրավունքը, երկու կողմերի իրավունքները։ Սակայն գնորդը սեփականության իրավունքի մասով որ պահից է ձեռք բերում տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պայմանագիրը կնքելու պահից, պետական գրանցում ստանալու պահից, որ պահից է, որ քաղաքացիները իմանան, որ այս պահից նրանք համարվում են տվյալ սեփականության իրավունքի, տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է իրենց։ Սեփականության իրավունքը մարդկանց մոտ ծագում է անշարժ գույք գնելու դեպքում, երբ գրանցվում է նրանց իրավունքը, գրանցման պահից։ Մի փոքր այլ է ժառանգության դեպքում, որովհետև եթե օրինակ անձը ժառանգական զանգվածը, որի մեջ մտնում է անշարժ գույքը, փաստացի տիրապետումով ընդունում է, ապա օրենքի իմաստով, քաղաքացիական օրենսգրքի իմաստով այն համարվում է անձի սեփականությունը անկախ դրա գրանցումից։ Թեպետ դա եւս ենթակա է գրանցման եւ չգրանցելը եւս իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում, բայց օրինակ ժառանգական զանգվածի դեպքում այն համարվում է անձի սեփականությունը անկախ դրա գրանցումից։ Բայց այնտեղ ժամկետ կա, չէ՞, որ պետք է ժամկետում կարողանա ընդունի ժառանգության։ Ժամկետ գոյություն ունի 6 ամսյա ժամկետը, դա ժառանգատուի մահից հետո, այո։ Եթե սկսենք սկզբից, նախ ժառանգությունը ընդունվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ։ Հիմա տվյալ դեպքում ըստ օրենքի դիմումները ներկայացում է 6 ամսյա ժամկետում, բայց դիմում ներկայացնելուց բացի նաև ժառանգության ընդունումը երկրորդ եղանակ կա։
դա փաստացի տիրապետման եղանակն է։ Այդտեղ արդեն ժամկետ չկա։ Իհարկե փաստացի տիրապետումը պետք է սկսի 6 ամսյա ժամկետում։ Չի կարող անձը օրինակ 1 տարի անց գալ եւ սկսել տիրապետել եւ ասել ես փաստացի տիրապետող ժառանգն եմ։ Բայց այդ դեպքում կարող եթե 6 ամսյա ժամկետում սկսել է իր տիրապետում, այդտեղ արդեն մենք ժամկետի հետ այլ խնդիր չունենք։ Կարող է օրինակ մի քանի տարի անցել գնալ եւ ձևակերպել ստանալ ժառանգության վկայագիրը, այնուհետև նաեւ իր սեփականության վկայականը։ Փաստացի տիրապետում, այսինքն օգտագործել է գույքը, տիրապետել է, վճարումները կատարել է, կոմունալ վճարումները կատարել, պաշտպանել է գույքը երրորդ անձանց ոտնձգություններից, այո, օրինակ որոշակի փոքրիկ օրինակ վերանորոգում է կատարել, սկսած դուռ է ներկել, հոգ է տարել գույքի մասով, կամ նույնիսկ հնարավոր է, որ անձը ժառանգատուի պարտքերը վճարած լինի, կամ ստացած լինի ժառանգատուի պարտքերը։ Դա եւս համարվում է ժառանգության ընդունում։ Պարտքերը, բայց գույքի հետ կապված օրինակ չգիտեմ, բնական է։ Օրինակ ժառանգատուն հնարավոր է ունենա վարկային պարտավորություն եւ ժառանգը 6 ամսյա ժամկետում տանի եւ վճարի այդ վարկային պարտավորությունը։ Այդ առումով եւս նրա գործողությունները դիտարկվում են որպես ժառանգության ընդունում։ Հետաքրքիր տեղեկություններ, ես հետաքրքիր չգիտեի դրա մասին։ Այո։ Դա եւս ժառանգության ընդունում է։ Այսինքն հենց վճարումը կատարվում է, այդ կատարման պահից արդեն ժառանգության ընդունում է լինում։ Նոտարական գրասենյակ երբ որ դիմում է եւ նշում է, որ ինքը ժառանգություն ընդունել է, օրինակ ժառանգատուի պարտքը վճարելու եղանակով, նոտարը բնականաբար կպահանջի փաստը հաստատող ապացույցը, կներկայացվի եւ նոտարը որպես իրավաբանական փաստ կհաստատի նրա ժառանգության ընդունումը։ Ժառանգությունը, եթե ըստ կտակի է լինում կամ ըստ օրենքի է լինում ժառանգությունը եւ ժառանգները 4 անձինք են։ Ինչպես է դա լուծվում օրենքով, կտակով բնականաբար արդեն նշվում է, բայց ըստ օրենքով ինչպես է դա նշվում, չափերը, այո։ Տեսեք, եթե կտակով է բացվելու, եթե ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր պետք է ստանան, ապա դա կախված է թե ժառանգատուն ինչպես է որոշել իր գույքի ճակատագիրը, որովհետև հնարավոր է որ ժառանգատուն որոշի, որ իր գույքի, օրինակ 1/3 կտակում է դստերը, 1/4 կտակում է որդուն, մյուս 1/4 թոռնիկին, հա։ Իսկ եթե բացվում է ըստ օրենքի, ապա ըստ օրենքի ժառանգության բացման դեպքում հավասարապես։ Այսինքն դա խնդիր չկա։ Ձեր պրակտիկայում ունեցել եք ժառանգության հետ կապված խնդիրներ հենց անշարժույթի մասով։ Օրինակ այսպես ասած ակտուալ խնդիրը կներկայացնեք, որն է որ շատ ենք հանդիպում նման դեպքերի։ Ամենահաճախ հանդիպող խնդիրները, եթե օրինակ անձը ներկայանում է նոտարական գրասենյակ եւ թաքցնում է ժառանգների քանակը։ Իսկ նոտարը այդ պահին հնարավորություն չի ունենում ստուգել, թե այլ ժառանգություն ունի, թե չունի, ձևակերպում են ժառանգությունը, հետագայում տարիներ անց մյուս ժառանգ օրինակ երկրում չի լինում, տեղյակ չի լինում, եւ այդպես խնդիրները ծագում են այդտեղից։ Կամ մի այլ տարբերակ, օրինակ հանդիպում են նաեւ իրավիճակներ, երբ օրինակ առաջի հերթի ժառանգը չի դիմում, 6 ամսյա ժամկետը լրանում է, հետո երկրորդ հերթի ժառանգն է առաջ գալիս եւ դիմում է ներկայացնում եւ հայտնում է, որ առաջի հերթի ժառանգ չկա։ Բազմազան են, խնդիրներ շատ են լինում ժառանգության հետ կապված, մասնավորապես կամ լինում են իրավիճակներ, երբ օրինակ մոտենում են ժառանգության ձևակերպման եւ հայտնում են տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ենթադրենք իմ նշած փաստացի տիրապետման հիմքով ցանկանում են ձևակերպել ժառանգությունը եւ հետագայում դատական կարգով արդեն մյուս կողմը սկսում է վիճարկել, քանի որ պարզ է դառնում, որ տվյալ անձը փաստացի տիրապետող չի եղել, բայց նոտարին օրինակ սուտ տեղեկություն է ներկայացրել։ Այդ անձը հետագայում պատասխանատվության առջև կկանգնի, բայց փաստը է, որ հաճախ լինում են դեպքեր, որ նոտարին եւս սուտ տեղեկություն է տալիս։ Փաստաթի տիրապետման հետ կապված կա իրավիճակ, չէ, որ եթե անձը տիրազուրկ գույքը 10 տարուց ավել օգտագործում է, տիրապետում է, հետագայում կարող է դատարանի միջոցով տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել։ Դա ձեռքբերման բաղեմությունն է, այո։ Դրա հետ կապված ինչ խնդիրներ կան կամ արդյոք հայաստանյան իրականության մեջ հնարավոր է նման կերպ ձեռք բերել անշարժ գույքը։ Այո, ձեռքբերման բաղեմության ինստիտուտը մի փոքր մեր քաղաքացիները սխալ են պատկերացնում այն առումով, որ օրինակ ենթադրում են, որ եթե անձը վարձակալությամբ ապրեց 10 եւ ավել տարի որևէ անշարժ գույքում, ապա ավտոմատ կերպով ձեռք է բերելու կամ գոնե կհավակնի այդ սեփականության իրավունքին։
Այն դեպքում, երբ հստակ է, բացի այն, որ հնարավոր է տիրազուրկ լինի կամ սեփականատերը հրաժարված լինի, կամ սեփականատերը այնպիսի գործողություններ կամ անգործություն ցուցաբերած լինի, որը խոսի այն մասին, որ այո, սեփականատերը հրաժարվել է։ Եվ այստեղ շատ ավելի կարևոր կոմպոնենտ է այդ բարեխղճությունը։ Այսինքն մենք պետք է ունենանք 4 կոմպոնենտ առնվազն՝ բարեխղճություն, բացահայտ եւ անընդմեջ պետք է տիրապետի, 10 եւ ավել տարիներ պետք է տիրապետի եւ պետք է տիրապետի որպես իր սեփականը։ Հիմա օրինակ նույն իմ նշած դեպքում վարձակալը նշում է, որ ես 10 եւ ավել տարի տիրապետել եմ այս գույքը, նույնիսկ ինչ-ինչ պայմաններում օրինակ բաժանորդ է փոխել, ինքը դարձել է բաժանորդ, էլեկտրոէներգիայի ընդհանրեք, եւ նշում է, ես հիմա բաժանորդ եմ դարձել, հիմա կարող եմ դառնալ անշարժ գույքի սեփականատեր։ Ես մշտապես բացատրել եմ իմ տեսանյութերում եւս բացատրում եմ այդ մասին, որ պետք է նախ ի սկզբանե ձեր բարեխղճությունը մենք կարողանանք ունենալ։ Այսինքն, երբ առաջին պահին դու անշարժ գույքը ձեռք բերեցիր, քո գիտակցումը ինչ էր դա, այդ գույքը քոնն էր, քո սեփականն էր, թե ոչ։ Կամ սեփականատերը կա գոյություն ունի, թե չի։ Օրինակ, եթե ենթադրենք լինում է իրավիճակ, որ ազգականը ենթադրենք նվիրում է բանավոր հրահանգով նվիրում է գույքը եւ գնում է արտերկիր եւ այլևս 30-40 տարի տվյալ անձը, ում որ նվիրել է սեփականատերը եւ հեռացել է այդ գույքից, օգտագործում է, տիրապետում է, որպես իր սեփական գույք վերաբերվում է, կան հարևաններ, որոնք հաստատում են, որոնք տեսել են, որ այո, իսկապես այդ մարդը բացահայտ է, ոչ մեկից թաքուն գաղտնի եղանակով չի օգտագործում, երբ ձեռք է բերել սեփականատերը հայտարարել է, որ ես նվիրում եմ այս գույքը քեզ, պարզապես գործարք չի կարողացել, կամ չի ստացվել, կամ ենթադրենք այդտեղ փաստաթղթային խոչընդոտներ է եղել, կամ լինում է նաև վաճառքի դեպքեր, երբ ներքին առուվաճառքով են վաճառում գույքը, ձևակերպում չի ստանում, այսինքն մարդը ի սկզբանե գիտի, որ ձեռք է բերում որպես սեփականություն, եւ շարունակում է 10 տարի եւ ավել, բացահայտ անընդմեջ այն նման իրավիճակների համար է ձեռք բերում ապահովությունը, ոչ թե ուղղակի մարդիկ կան, որ օրինակ ենթադրենք լքված հանրակացարանային շենքեր են գնում մտնում են եւ ասում են այս գույքի նկատմամբ ձեռք բերում փորձենք ձևակերպել կամ դատարանի պահանջներով ծանրաբեռնում են, բայց դա երբ որ ի սկզբանե դու այդ դուրը կոտրեցիր եւ մտար, այդտեղ քո բարեխղճությունը չկար։ Որտեւ դու պետք է այն գիտակցության մտներ, որ սա որևէ մեկին կամ որևէ մեկին պատկանում է, որ դու օգտագործում ես այդ գույքը որպես սեփական, այդ գիտակցումը պետք է պարտադիր լինի։ Իսկ դա շատ դժվար է ապացուցելը։ Այդքան էլ դժվար չէ։ Իրականում, եթե բարեխղճությունը առկա է, բավականին հեշտ է ապացուցել։ Ես ինքս ունեցել եմ գործեր եւ շատ հեշտ է դա ապացուցել։ Օրինակ ոնց ինչ տարբերակով եք դուք կարողացել դա վկաներով, ներքին առուվաճառքի պայմանագրով, այնտեղ մենք ունեցել ենք օրինակ իրավիճակ, որ անձը նույնիսկ կառույցներ է իրականացրել, երկար տարիներ ինքնական կառույցներ է, այսինքն այնքան է մեծացրել այդ գույքը, որ ակնհայտ է, որ նա որպես իր սեփական է օգտագործում։ Դա շատ ինդիվիդուալ է, ամեն գործով իր ապացույցը պետք է կարողանալ գտնել, բայց իրականում եթե բարեխղճությունը առկա է, շատ հեշտ է այն ապացուցել։ Շատ դեպքերում լինում է, որ օրինակ վաճառում են բնակարանը, բնակարանի որոշակի հատված չի վաճառվում, պատկանում է X մարդուն, որը որ գոյություն չունի, հնարավոր չի նրան գտնել։ Ու շատ մարդիկ այդ ամբողջ բնակարանը օգտագործում են, տիրապետում են եւ 10 տարին անցնելուց հետո փորձում են դատարանի միջոցով այդ փոքր չափի համար դիմում են դատարան, որպեսզի այդ տարածքի համար սեփականության իրավունք ձեռք բերեն։ Այստեղ էլ արդեն առաջանում է այդ խնդիրը, որ այդ փոքր հատվածի համար չեն գտնում տվյալ սեփականատիրոջը եւ փորձում են այդ եղանակով այդ անշարժ նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերել։ Այլ ես տվյալ իրավիճակում այդ ճանապարհով եմ գնում, օրինակ առաջարկում եմ դիմել, որովհետեւ օրենքը թույլ է տալիս, քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը թույլ է տալիս դիմել դատարան, խնդրել թույլատրել հատուցելու այն աննշան կամ ոչ էական բաժին ունեցող բաժնետիրոջ, սեփականատիրոջ բաժինը։ Այսինքն վճարել գումարային։ Իսկ եթե տվյալ անձը չկա, գոյություն չունի։ Տվյալ դեպքում դատարանը ծանուցում է, իհարկե պետք է լինի, որպես կանոն մենք եթե առաջնորդվում ենք այն կանոնով, որ անձը պետք է ծանուցվի, այո, պետք է ծանուցվի։ Բայց օրինակ եղել են դեպքեր, որ նույնիսկ դեպոզիտում է այդ գումարը դրվել, եթե դատարանը դիմել է, պատասխանող օրինակ չի ծանուցվել, այնուհետև վերջին բնակության վայրի համայնքին է ծանուցվել, ի վերջո, եթե դատարան օրինակ թույլատրել է, վճիռ է կայացվել դրա վերաբերյալ, ապա անձը իրավունք ունի այդ գումարը դեպոնացնել։ Այդտեղ հատուկ հաշիվ կա, որին կարելի է դեպոնացնել եւ դրանով դադարեցնել։ Թեև դա
մյուս կողմն էլ ունի, որ պահին այդ անձը հայտնվեց, իրավունք ունի դիմել եւ նշել, որ ինքը չի ծանոթացվել, որ մասնակից չի եղել, այո, այդտեղ խնդիրներ էլի կծագեն։ Բայց որպես կանոն մի քանի սեփականատերերով գույքերի հետ մշտապես այդ խնդիրները լինում են։ Նույնիսկ այն դեպքում, եթե սեփականատերերը այստեղ են եւ կան, լինում է որ գործարքի պայմաններին համաձայն չեն, լինում է որ մեկը ցանկանում է վաճառել, մյուսը չի ցանկանում վաճառել, լինում է որ օրինակ գույքը ցանկանում են կիսել, ընդհանուր օրինակ առանձնատներ են լինում որ ցանկանում են կիսել կամ ենթադրենք հասարակական տարածքներ։ Ամեն մեկը իր համար ավելի բարենպաստ ձևաչափով է ցանկանում կիսել, ենթադրենք մեկի համար ճակատային հատվածի ավելի մեծ հարևային հատվածը ընկնում, մյուսի համար օրինակ փողոցի կողմից մուտք է ընկնում, այսինքն իրականում սեփականատերերի, եթե մի քանի սեփականատեր ունենք, արդեն խնդիր լինում է։ Շատ խնդիր է, ու այստեղ ոչ թե խնդիրը օրենքի հետ է կապված, այլ խնդիրը ավելի շատ համասեփականատերի մեջ է։ Ես մշտապես ասել եմ Նարեկ ջան, շատ եմ այդ կրկնել այդ միտքը, որ եթե դուք փորձեք ամեն ինչի լուծումը օրենքում գտնել, ամեն ինչի լուծումը դատարաններում գտնել, դուք ուղղակի չեք գտնի այդ լուծումը։ Ես հաճախ եմ իմ վստահորդներին ասում, որ եթե առաջին անգամ գալիս է խորհրդատվության եւ հասկանում են, որ օրինակ իր մեջ վիրավորանք կա, ինչ-որ անհանդուր ժողականություն կա ընտանիքի անդամի հանդեպ կամ մյուս սեփականատիրոջ հանդեպ եւ ամեն գնով ցանկանում է իր գործը ավարտին հասցնել։ Ես մշտապես այդ հարցը տալիս եմ, քեզ արդյոք անհրաժեշտ է լինելու այն վճիռը, որի շնորհիվ դու կորցրեցիր քո հարազատներին։ Դա քեզ ոչ մի բան իրականում պետք չի լինելու։ Իսկ մարդիկ հիմա իրենց անձնական հարցերը փորձում են դատարաններով լուծել, դատական կարգով լուծել, ավելորդ անգամ նախ ծանրաբեռնելով դատարաններին, հետո ավելորդ գումարներ ծախսելով եւ իրենց նյարդերը ել ավելի քայքայելով։ Ընդհանրապես մի փոքր հանդուրժողականություն է պետք, որ հիմա դրա կարիքը մերոնք շատ ունեն։ Ճիշտ է, համաձայն եմ։ Մենք խոսեցինք ժառանգության հետ կապված, կուզենայի նաև ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականության իրավունքի հետ խոսենք։ Կներկայացնենք, թե ինչպես է ծագում այդ սեփականության իրավունքը։ Նախ սկսենք այնտեղից, որ ամուսին հասկացությունը մենք արտաբերելիս պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք քաղաքացիական կայացության ակտերի գրանցման բաժնում գրանցված ամուսնություն։ Եթե այո գրանցվել է ամուսնությունը եւ գրանցումից հետո ձեռք է բերվում գույք, ապա այն համարվում է ամուսինների սեփականությունը, եթե ամուսինները չեն կնքել ամուսնական պայմանագիր, որը չի արվում Հայաստանում։ Արվում է։ Հիմա բավականին այո պրակտիկ օգտագործում են պայմանագրի կնքումը, բավականին շատ զույգեր կնքում են եւ պայմանագրով իրենք են նախատեսում։ Հնարավոր է որ օրինակ պայմանագրով կետ նախատեսեն, որ ամուսնության ընթացքում յուրաքանչյուրի ձեռքբերումը իր անձնական սեփականությունն է։ Այսինքն եթե այդ պայմանագիրը չկա, մենք շարժվում ենք օրենքով, ապա օրենքով դա համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը։ Նույնիսկ կարող է մեկ ամուսնու անունով գրանցված լինել, բայց օրենքի ուժով այն համարվում է երկու։ Տարածվում է մյուս ամուսնու վրա։ Եվ տվյալ դեպքում, երբ օրինակ նշված գույքը նոտարը պիտի վաճառքանի, պարտադիր պահանջում է, թե տվյալ ընթացքում ամուսնություն եղել է գրանցված թե ոչ, որպեսզի պարզի ամուսնու սեփականություն կա, համատեղ ամուսնական գույք հանդիսանում է թե ոչ։ Ու պետք է արդեն մյուս ամուսնու համաձայնությունը վաճառքի դեպքում կամ առհասարակ այլ իրավունքներից օգտվելու դեպքում։ Ցանկացած գործարքի դեպքում այո մյուս համասեփականատիրոջ համաձայնությունը պահանջվում է։ Իսկ որ դեպքերում է, որ սեփականության իրավունքը չի տարածվում մյուս ամուսնու վրա։ Այսինքն առուվաճառքի դեպքում տարածվում է, իսկ որ դեպքերն են, այսինքն երբ ամուսինը ձեռք չի բերում ձեռք չի բերում։ Ժառանգության դեպքում, եթե օրինակ ենթադրեք ամուսնության ընթացքում ամուսնու ծնողը մահացել է եւ իր ամուսինը ծնողից ժառանգել է գույք, ապա այդ գույքի նկատմամբ կինը չունի իրավունք։ Նույնը հակառակը ամուսինը իր կնոջ ժառանգական զանգվածի եւ նվերի դեպքում։ Եթե նվիրատվության պայմանագրով ձեռք է բերվում գույք, ապա ամուսինը կրկին անգամ դրա նկատմամբ չունի իրավունք։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ օրինակ հետագայում դատական կարգով ապացուցվում է, որ իրականում դա ոչ թե նվիրատվության պայմանագիր էր, այլ օրինակ առուվաճառքի պայմանագիր էր, բայց ձևակերպված էր որպես նվիրատվություն։ Եթե դատարանը հաստատում է այդ հանգամանքը եւ պարզվում է, որ դա իսկապես առուվաճառք է եղել, ապա այդ գույքի նկատմամբ այո մյուս ամուսինը կունենա իրավունք։
իրականում պրակտիկայում լինում է դեպքեր, երբ որ գույքը ժառանգությամբ է անցնում մեկ ամուսնու եւ շատ դեպքերում տվյալ ամուսինը, որ պարտավորություններ է ունենում, հարկադիրը այդ գույքի նկատմամբ արգելանք է դնում, առանց իմանալով, որ ժառանգությամբ տարածվող գույքերը չեն կարող անցնել մյուս ամուսնու եւ այստեղ հարկադիր կատարողներին ոնց որ բացատրում ենք, որ տվյալ գույքը չի պատկանում մյուս ամուսնու եւ դուք իրավունք չունեք այդ գույքի նկատմամբ արգելանք ներկայացնել, ուղղակի հիմքերը պետք է ներկայացնել, որպեսզի հանեն արգելանքից։ Նույն կերպ նաև եթե ուղղակի քանի որ նույն թեմայից ավելացնեմ, նույն կերպ կարող են նույնիսկ խնդիր ծագել, եթե համասեփականատերերից մեկը օրինակ պարտք ունի, պարտքեր ունի եւ վարկային կազմակերպություններ կամ բանկերը նախ դիմում են դատարան, վճիռ են ունենում, հետո պարզվում է որ չի կարողանում վճարել, վճիռը ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն, հարկադիրն էլ պարզվում է որ այլ գույք չկա, կա օրինակ մեկ բնակարան, որը 4 սեփականատիրոջ է պատկանում, որից մեկը պարտապանն է։ Այդ տվյալ դեպքում հարկադիր կատարողը եւս առաջարկում է մյուս սեփականատերերին գնել մյուս պարտապանի բաժնեմասը, հակառակ դեպքում իրավունք կունենա արդեն պահանջատերը բաժնի առանձնացման պահանջով դիմել եւ բնականաբար եթե մենք գործ ունենք բնակարանի հետ, բնակարանը չի կարող կիսվել 4 մասի եւ տվյալ իրավիճակներում ամբողջ բնակարանն է համում վաճառքի եւ արդեն վաճառքից գոյացած գումարը բաշխվում է 4 մասի, այո։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր որ ցանկանում են գնել կամ ժառանգությամբ ըստ կտակի, փոխանցել իրենց ժառանգորդներին, ինչ խորհուրդ կտաք, որպեսզի այդ քաղաքացիները ինչ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի չառաջանան նման խնդիրներ, որպեսզի նրանք իմանան, որ այսպիսի խնդիր կա եւ փորձեն այդ խնդիրներից զերծ մնալ։ Նախ, եթե մենք խոսում ենք ընտանիքի անդամների սեփականության իրավունքի մասին, ես այդտեղ միշտ առանձնացնում եմ եւ միշտ նշում եմ, որ պետք է հանդուրժող լինել։ Պետք է միշտ դիմացինին հարգել եւ այո, եթե հնարավոր է ինչ-որ մի բան կարելի է զիջել, միայն այն բանի համար, որպեսզի ձեր ամբողջ ընտանեկան պատմությունը, այսպես ձեր ընտանեկան լվացքը չհանեք դատարաններ։ Սակայն եթե մենք գործ ունենք, այո, ցավոք ես այդպես եմ կոչում, որովհետեւ դա իսկապես այդպես է։ Սակայն եթե մենք գործ ունենք օրինակ նոր ձեռքբերվելիք գույքի հետ, ապա միանշանակ ստուգել գոնե առաջնային նվազագույն քայլը որ կարող են անել, ստուգել կադաստրային գործը։ Կադաստրային գործում ինչ տվյալներ կա։ Մենք ունենք Dataalex բաց տեղեկատվական համակարգ, բաց հարթակ է։ Ստուգել օրինակ վաճառող կողմը արդյոք դատական գործեր ունի, արդյոք այո, իր դեմ վճիռներ ունի, արդյոք քրեական գործերով անցնում է որպես մեղադրյալ եւ իր դեմ օրինակ հնարավոր է գույքային հայց ներկայացված լինի։ Դա իրականում դժվար չէ, շատ պարզ է ստուգելը, պարզապես մարդիկ սովորեն ավելի շտապել, արագ-արագ գումարը վճարել, չգիտեմ ինչու միշտ շտապում են գումար վճարելիս։ Ես խորհուրդ կտամ դա անել։ Կադաստրային գործ եւ Dataalex-ում ստուգել, առնվազն նվազագույն քայլերը։ Անջան շատ շնորհակալություն հենց հետաքրքիր տեղեկությունների համար։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներն շատ օգտակար են եւ նմանատիպ հարցերի դեպքում անպայման կդիմեն ձեզ։ Շատ շնորհակալություն ձեզ։ Կրկին անգամ շնորհակալ եմ հրավերքի համար։ Հաջողություն ձեզ։ Ցտեսություն։